Երևանը դարձել է ապահովագրական տեխնոլոգիաների միջազգային քննարկումների հարթակ։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի և ապահովագրական տեխնոլոգիաների մասնագետների համաշխարհային ասոցիացիայի GAIP համատեղ նախաձեռնությամբ անցկացվող Insurtech Armenia 2026-ը մեկտեղել է ոլորտի առաջատար ընկերություններին և տեխնոլոգիական առաջնորդներին։ Միջոցառման առանցքում ապահովագրության ապագան է արհեստական բանականության, թվային լուծումների և նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Մասնակիցները քննարկեցին ոլորտի զարգացման միտումները, միջազգային փորձը և այն հնարավորությունները, որոնք կարող են նպաստել ապահովագրական համակարգերի առավել արդյունավետ ու հաճախորդակենտրոն գործունեությանը։ Հայաստանում ապահովագրական շուկան իր զարգացման նախնական փուլերում է գտնվում, հետևաբար մենք պետք է լավագույն փորձը, որը առկա է մեր հետ համագործակցող օտարերկրյա տարբեր ընկերություններում, դիտել, տեսնել, վերցնել դրա լավագույնը, որը արդեն փորձարկված է, որը արդեն մշակված է, ֆիլտրված է, որը ել ավելի կարագացնի Հայաստանի Հանրապետության շուկայի զարգացման փուլը։ Seal Insurance ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանի համոզմամբ ժամանակակից ապահովագրական համակարգի զարգացման առանցքային պայմաններից մեկը թվային փոխակերպումն է։ Փոխվում են ինչպես հաճախորդների պահանջները, այնպես էլ ծառայությունների մատուցման ձևաչափերը։ Այդ պատճառով ընկերություններն ակտիվորեն ներդնում են թվային գործիքներ, գործընթացներն ավելի արագ ու հարմար դարձնելու համար։ Թվայնացմանը պատրաստ չլինել հնարավոր չէ, քանի որ ըստ էության աշխարհը շարժվում է այդ ուղղությամբ։ Փոխվել են մարդկանց պահանջմունքները, փոխվել է պահանջարկը, մարդիկ փորձում են իրենց գործընթացները կազմակերպել առավել արագ։ Հետևաբար դա արդեն պարտադիր պայման է հաջողված բիզնես եւ հաջողված համակարգ ունենալու համար։ Իսկ ինչ վերաբերում է AI-ին, ներկայիս լուծումները ինչ են բերելու են process-ների արագացում, մարդկային սխալի կրճատում։ Ես չեմ կարծում, որ AI-ը կհանգեցնի մարդկային ռեսուրսի կրճատմանը։ Չնայած վերջին տարիների առաջընթացին, ապահովագրական ոլորտը Հայաստանում շարունակում է ունենալ զարգացման զգալի ներուժ։ Մելքոնյանի գնահատմամբ ապահովագրության մասնաբաժինը տնտեսության մեջ դեռևս փոքր է, ինչը միաժամանակ եւ մարտահրավեր է եւ աճի հնարավորություն։ Կարևոր դեր ունեն նաեւ օրենսդրական բարեփոխումները եւ ապահովագրական մշակույթի զարգացումը։ Մեր ցանկությունն է այն կլիներ, որ պարտադիր ապահովագրատեսակները նաեւ ըստ էության շատնային, որը թույլ կտար նաեւ մեր հասարակությանը ավելի մոտ ծանոթանալ ապահովագրական մշակույթին, որը կբերեր այն գիտակցմանը, թե ինչքան կարևոր է լինել ապահովագրված այն բոլոր վատ իրադարձություններից, որ կարող են յուրաքանչյուր մարդու կյանքում պատահել եւ չունենալ դրա վատ հետևանքները։ Insurtech Armenia 2026-ը ոլորտի ներկայացուցիչների համար ոչ միայն փորձի փոխանակման, այլև նոր համագործակցությունների ձևավորման հարթակ է, որի շնորհիվ տեխնոլոգիական առաջընթացն ու միջազգային փորձի ներդրումը կարող են դառնալ Հայաստանի ապահովագրական շուկայի հաջորդ զարգացման փուլը ձևավորող հիմնական գործոնները։